Համակարգչային հանցագործության թիրախը յուրաքանչյուրը, Odnaklassniki-ում եւ Facebook-ում սիրահետումները կարող են ֆինանսապես ծանր լինել։ Երկարամաս գեղեցկու նկարը կամ փեսացու խաղացող ասպետը հաճախ դիմակներ են փող շորթելու համար։ Նման բազմաթիվ դեպքեր ոստիկանությունում արդեն գրանցվել են։ Անհայտ անձը սոցիալական ցանցում, Odnaklassnik սոցիալական ցանցում կեղծանուն անկետայի միջոցով դուրս էր եկել քաղաքացուինայի հետ, այնուհետև պահանջել էր 250,000 ՀՀ դրամ գումար, սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նրա անձի վերաբերյալ վարքաբեկի ճորատավորող տեղեկություններ տարածել։ Մեկ ուրիշ արկածախնդիր էլ սոցիալական կայքի նոր ծանոթուհուց $2000 էր պահանջել իրենց վիրտուալ կապի մասին ամուսնուն չպատմելու դիմաց։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս կայքեջերում անձնական տվյալներ չհրապարակել։ Չարաշահումների պատճառը ոչ միայն միամտությունն է, այլև անուշադրությունը։ Հաքերները ստեղծում են հայտնի կայքերի կրկնօրինակները, իսկ մարդիկ չեն էլ նկատում, որ իրենց անձնական տվյալները գրանցում են բոլորովին այլ կայքում։ Ինչքան էլ ամեն ինչ նման է, բայց դուք օրինակ գտնվում եք ոչ թե facebook.com կայքի վրա, այլ օրինակ facebook.co.cc կամ Facebook-ը 3 օյով։ Վիրտուալ աշխարհում տվյալների հափշտակման այս ձևը անվանում են phishing ձկնորսություն։ Ինֆորմացիայի որսը նաև էլեկտրոնային նամակներին է սպառնում։ Այդպիսի գործարքներ կատարելիս հարկավոր է վերստուգել տեքստը հեռախոսով հաքերային խմբագրումներից խուսափելու համար։ Հակառակ դեպքում օրինակ ապրանք գնելու համար արված փոխանցումը կարող է գնալ այլ հասցեով։ Նմանատիպ դեպքերով ունենք տարբեր վնասի չափեր ընդհանուր մինչև $134,000 ԱՄՆ։ Հայաստանում կիբերհանցագործությունները գնալով աճում են, ընդ որում կայքեր կոտրելու գործում հետաքրքրված են հատկապես դպրոցականները, անտեղյակ, որ դա հանցանք է։ Դրան հակառակ մեր երիտասարդներից շատերը կիբերհանցագործություններից պաշտպանվելու տեխնիկային բավական լավ են տիրապետում։ Իր սայթով ինձ գրել էին գաղտնաբառը ասեմ, ես էլ մտածեցի ընկերս ասեցի, պարզվեց իր սայթը արդեն ջարդած է եղել եւ իր սայթով իմն են ջարդել։ Պետք է ուղղակի անծանոթ լինքերին չօգտվեք։ Անծանոթները շփվել չկա։ Չգիտենք էկրանի մյուս կողմից ով է նստած։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել գաղտնաբառերի ընտրության վրա, գրել տառեր, թվեր, կետադրական նշաններ։ Ծնողների կամ երեխաների անունները գաղտնաբար դարձնել ցանկալի չէ։ Ճիշտ տվյալներ կարելի է եւ չգրել, իսկ որ ամենակարևորն է ուրիշի համակարգչից օգտվելուց հետո կայքից պետք է դուրս գալ ելքի միջոցով։ Աննա Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։